Տեսեք, մեզ համար սիմվոլների կարգավիճակ էին ձեռք բերել կամ ձեռք բերում այն իրողությունները, որոնք ասենք, ինչ ասեմ, մի 90 տարի, 80-90 տարի առաջ դրանք վանեցիների համար սովորական բան էին, բայց քանի որ դրանից կտրված ես, դա չես տեսնում, դա ամենօրյա գործածությունից հիմնականում դուրս է եկել, այդ դրանք աստիճանաբար ձեռք են բերում սիմվոլի գործառույթներ։ Ասենք Վանա կատու, Վանա լիճ, Վանա լճի ջուր, Ժաժիկ, եսիմ հող, լողալը Վանա լճում, երբ որ գնում ենք եւ առաջին անգամ երևաց Վանա լիճը, վարորդին խնդրեցինք, որ ինքը կանգնի եւ 5-6 տղամարդիկ այստեղ լուսանկարը կա, մեզ հետ էր նաև Զավեն Սարգսյանը, Փարաջանովի թանգարանի տնօրենը, որ նաև շատ հայտնի լուսանկարիչ է, պրոֆեսիոնալ, հա, ու ոնց կլինի մենք մտանք Վանա լիճ եւ վասպուրական կոնյակ այնտեղ բացեցինք ու այդ էինք խմում, այսինքն իրար վրա գումարվում է այն կոնյակը, որը ստացել է վասպուրական անուն հիշատակ ուրեմն Վանի վասպուրական աշխարհի եւ արդեն իրական Վանա լիճը, որը մեր պատկերացումներում ինչ որ մի հեքիաթային բան պետք է լիներ։